Մարտի 1-ը մեր նորագույն պատմության այն էջերից է, որտեղ մի կողմում քաղաքական կոնկրետ որոշումների շղթա էր, իսկ մյուս կողմում մի ամբողջ հասարակության կոտրված վստահություն պետության հանդեպ, մարդկային 10 կյանք եւ պետության հանդեպ մի նոր խորհուրդ։ Այս քննարկումները ոչ միայն անցյալի մասին են, այլ նաեւ այն մասին, թե ինչպիսի Հայաստան ենք մենք ուզում ապագայում տեսնել եւ ինչպիսի Հայաստան ենք մենք կառուցում այսօր։ Այսօր, երբ մենք փորձում ենք վերաիմաստավորել այդ իրադարձությունները, պետք է արձանագրել մի պարզ, բայց կարևոր ճշմարտություն։ Պետական ուժի կիրառումը ընդդեմ խաղաղ ցուցարարների երբեք չի կարող հիմնավորվել։ Մարտի 1-ի գիշերվա ընթացքում կիրառված պետական մեխանիզմները դուրս են սահմանադրական վերահսկողությունից։ Սա քաղաքական գնահատական չէ, սա իրավական փաստ է, որի շուրջ տարիներ շարունակ փորձել է ձևավորվել լռություն։ Հատուկ պետք է անդրադառնամ այն ժամանակվա երկրի ղեկավարությանը եւ երկրի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին, որի կողմից արտակարգ դրության սահմանում եւ դրանից բխող ուժի կիրառման կառավարումը իր հետևանքներով դուրս եկան ոչ միայն իրավական դաշտից, այլ խախտեցին իրավական սահմաններ եւ խախտեց սահմանադրություն։ Եվ եթե մենք որպես պետություն չենք արձանագրում այս հանգամանքը, ապա ապագա սերունդներին թողում ենք վտանգավոր նախադեպ, որ իշխանությունը կարող է անպատիժ ուժ կիրառել սեփական քաղաքացիների դեմ։ Մարտի 1-ը նաև մարդկային ողբերգություն է։ Այդ օրը զոհված քաղաքացիները ոչ միայն թիվ են, այլ անհատական պատմություններ են, ընտանիքներ են, որոնք մինչ օրս չեն ստացել լիարժեք պատասխան։ Այսօր քննարկված ցանկացած մոտեցում պետք է մնա ոչ թե քաղաքական ամբողջականության մեջ, այլ արդարության վերականգնման տրամաբանության մեջ։ Մեծ հաշվով հարցը մեկն է. ուզում ենք արդյոք ունենալ պետություն, որտեղ ուժը ծառայում է օրենքին, ոչ թե հակառակը։ Մարտի 1-ը մեզ տալիս է ցավոտ, բայց անհրաժեշտ հնարավորություն ձևավորելու պետական ուժի սահմանները, վերահսկելու մեխանիզմները եւ քաղաքացու պաշտպանության երաշխիքները։ Դա պարտք է զոհերի հիշատակի առաջ, պարտք մեր հասարակության առաջ եւ պարտք ապագա Հայաստանի համար։ Եվ այս ամբիոնից հնչեց արդեն մի քանի անգամ եւ նորից կուզենամ դա արձանագրել, մի պարզ իրականություն, որ այն ինչ որ տեղի ունեցավ մարտի 1-ին, դա հենց չէր սկսվել 2007 թվականի նախընտրական փուլից սկսված եւ մնացած փուլերից սկսված։ Սա հոկտեմբերի 27-ի հետևանքներն են, երբ որ այս պետությունը գլխատվեց վերջնականապես, երբ որ այն ուղին, որ ընտրել էր այս ժողովուրդը, կոնկրետ կտրվեց եւ ամեն ինչ վերացավ։ Իմ կոչը հետեւյալն է. եկեք բացահայտենք այս երկու մեծ ողբերգությունները, որովհետեւ եթե չբացահայտենք, մենք ապագայում միգուցե ունենանք նոր մարտի 1-էր եւ նոր հոկտեմբերի 27-էր։ Հոկտեմբերի 27-ը ոչ թե մարտի 1 էր, հոկտեմբերի 27-ը 2003 թվականի կեղծված ընտրություն էր, հոկտեմբերի 27-ը նաև մարտի 1 էր, հոկտեմբերի 27-ը նաև 2005 թվականի կեղծված սահմանադրական փոփոխությունների հանրաքվե էր։ Եվ այն ինչ որ ձևավորել էր հոկտեմբերի 21-ը անելու համար մեզ 3, 4, 5 տարի ժամանակ է պետք գալի։ 3 տարի ժամանակ է պետք եղել։ Հիմա մտելա ընթացքի մեջ է տապոյնի գույքու հատիկ ամեն ինչ վերադարձվելու այս պետությանը։ Ու հիմա այսպես ջղաձգված եկել եք, փորձում եք ձեր լափածը թալանացա հետ բերեք։ Սենց ինչ որ բան փորձում են քաղաքացիական պայմանագիր խմբակցության իշխանության ներկայացուցիչներին մեղադրել են բոլոր կերած բաներում ինչ որ իրանք են արել։ Ով եք դուք ընդհանրապես։ Այո, վարչապետը ասել է լավ արե էլի անելու։ Մենք էլ ենք անելու, ամբողջ ժողովրդի առաջ հրապարակային ձեր երեսը ցույց ենք տալու, ով եք դուք, ով եք եղել ընդհանրապես եւ ուր եք գնում։ Հերիք էլա բոլ եղավարդը։ Հայ քեզ բան, մի հատ էստեղ Լևոն Քոչարյանն է, գալիս է բան դեմքով մարդու իրավունքների պաշտպանի դեմքի արտահայտությամբ ելույթներ է ունենում։ Լևոն Քոչարյանը մարդու իրավունքների փոքրիկ իշխանն է, լավ ասաց գործընկերուհիս։ Տղա ջան, ասեցի, բոլոր այդ հարցերիդ պատասխանները կգնաս հորդ կհարցնես։ Ինքդ քո մեջ կվերլուծես, ինչի ես եկես տեղ, ինչպես ես օգտագործվում եւ այլն, հետո նոր խոսանք մնացածի մասին։ Վերադառնալով մարդու իրավունքների առասարակ քննարկմանը, ընդդիմությունը ամեն մարդու հնարավոր բոլոր իրավունքները ասպատակում է ուղղակի։ Հիմա էլ ընկել են կրթվելու իրավունքի հետևից, նայեք, դաշնակները իրանց կոալիցիոն կառավարման ժամանակ
օկուպացրել էին ամբողջ կրթական համակարգը, պատմության ֆակուլտետներ, դպրոցներ, պատմության գրքեր, որ թաքցնեին ժողովրդից իրենց իրական դեմքը, որ օրինակ իրանք Օսման դաշնակներ են, որ օրինակ հիմա իրանք Օսման դաշնակների հետնորդներն են, եկել են ստեղ ավարտին հասցնեն ըստ էության, ուրեմն Դավադիր, հələ հանգստացի դու մի հատ Թադևոս Ավետիսյան կամ Ավետիս Թադևոսյան, հանգստացեք ու իմ ելույթի ժամանակ ընդհանրապես տեղից խոսանք, չափերի մասին գնահատականը տվեք ձեր չափերը ցույց կտամ էսա ես քեզ։ Անցնելով առաջ։ Հնարավոր բոլոր իրավունքները ցած փորձում են ոտնահարեն։ Կրթվելուց խոսում ես, գալիս ասում են, խանգարեցես Թադևոս Ավետիսյանը միտքս կտրվեց։ Հա, օկուպացրել էին ողջ, ուրեմն կրթական ոլորտը, որ իրանց էս դավադիր, դավաճան դեմքը թաքցնեն ժողովրդից, որ դրա քողի տակ ուրեմն իրանց քաղաքական նպատակներ իրականացնեն, կրթեն սերունդ, որը չի գալու իրանց հետևից, որովհետև չգիտի իրանք ինչ են արել։ Մենք եկել ենք, ասում ենք իրանք ինչ են արել, պատմության դասագրքերում գրելու ենք հայ ժողովրդի պատմության բոլոր դրվագները, որին որ պետք է հայ ժողովուրդը ծանոթ լինի, որպեսզի մենք ելնենք ուրեմն իրական փաստերից եւ ապրենք եւ մեր ապագան կառուցենք իրողությունների վրա։ Իրական Հայաստան կառուցենք, այո, սիրելի գործընկերներ։ Մյուս իրավունքը, որ ասպատակում են ուրեմն այս ընդդիմադիրները, օրինակ խոսքի ազատությունն է եւ լրագրողների իրավունքներն առասարակ։ Մի հատ թթու բառ ասես լրագրողներին, վայ, կգան պլակատներով ստեղ կկապեն։ Ամենայն հարգանքով բոլորիդ նկատմամբ սիրելի գործընկերներ, ես էլ եմ լրագրող եղել։ Մի հատ թթու բառ ասեն, գիտես ինչ կանեն։ Էլ չեմ պատկերացնում, նյութեր կգրվեն, էլ չեմ ասում ինչ վերնագրերով եւ այլն եւ այդպես շարունակ, բայց որ օրինակ ընդդիմադիր падգամավորը գալիս է ասում է, որ լավ լրագրող լինեիք, կներեք այս ժողովրդական խոսքից, լավ լրագրող լինեիք, դուք էլ 4 սատ տուն կունենայիք։ Այսինքն էս ինչ ես ասում։ Տիկին Թագուհի Թովմասյան, հարգելի լրագրողներ, դուք նորմալ եք ընկալում ես, հարցեր չունեք Թագուհի Թովմասյանին, դուք ընդհանրապես, դուք լավ լրագրող չեք։ Ես կարծում եմ, որ դուք լավ լրագրող եք։ 3-4 սատ տուն ունեք Երևանի կենտրոնում, հա? Օրինակ Տիկին Խամոյանը ունի, բան չունի, մյուս ընդդիմադիր նախկին լրագրողը ասելու Թագուհի Թովմասյանին։ Տիկին Թովմասյանը դից ծառայությունների դիմացեք 3-4 սատ տուն առել Երևանի կենտրոնում, մի հատ էլ երեսով եք տալիս այն լրագրողներին, ովքեր 3-4 սատ տուն չունեն։ Այ քեզ բան։ Էսա ձեր պատկերացումն առհասարակ մարդկային փոխհարաբերությունների, աշխատանքային փոխհարաբերությունների, ձեր խմբագրության լրագրողները ձեր ստարուկներն են։ Հա? Լավ լրագրողներ են ձեր խմբագրության լրագրողները։ Մարտա 4 սատ տուն առել եք իրանց համար, նենց փող տվել եք իրանց, որ մարտա 4 սատ, ինչեր եք խոսում ընդհանրապես։ Եվ պարոն Եղոյանը շատ ճիշտ է ասում, լրագրողական լրատվամիջոցների հաշվետվություններ կան, հələ մի հատ հրապարակեք, տեսնենք այդ որտեղից ձեզ այդ գումարները։ Եվ ես պետական կառույցներին նաև կոչ եմ անում եւ պահանջում եմ բացել ուրեմն լրատվամիջոցների մասին օրենսդրությունն ու կարդալ եւ հասկանալ, որ եթե կան լրատվամիջոցներ, որոնք հաշվետվություն չեն ներկայացրել, նրանք կարող են նաեւ չհավատարմագրել այդ լրագրողներին։ Հարգելի պետական կառույցի համապատասխան բաժինների գործընկերներ, հետևեք օրենքի տառին եւ պահանջին, խնդրում եմ։ Եվ սիրելի լրատվամիջոցներ, մեր հանրությանը ասեք, ձեր եկամուտները որտեղից են, ինչ են եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ առհասարակ ընդդիմությունը իր ամբողջ փողերը լցրել է